Հայտարարումը բաղկացած է բազմաթիվ բաժիններից, այս պահին մեզ ամենահետաքրքրող բաժիններն են անձնականայջ հայտարարագրեր, համակարգը եռալեզու է։ Օրինակ Ֆրանսիայի քաղաքացի եմ, ռեզիդենտ չեմ բնականաբար, բայց ունեմ այստեղ գույք եւ վարձակալությամբ հանձնել եմ, ճիշտ է։ Հիմա հարցում եք հայտարարում եմ թե ոչ, իհարկե ոչ, բայց հարկ պիտի վճարի, այնտեղ նշում է չեմ հանդիսանում, նշում է դա, ու ինքը Հայաստանի Հանրապետությունը պիտի հարկ վճարի։ Եթե նախորդ տարի օգտվել եք ատամնաբուժական ծառայություններից, բնականաբար վճարումը եթե կատարել եք անկանխիկ ու պիտի կատարեիք անկանխիկ, որտեղ բժշկական բոլոր ծառայությունները նախորդ տարվանից պարտադիր անկանխիկ էին դարել։ Կարող եք մոտենալ տվյալ ատամնաբուժին, խնդրել, որպեսզի հաշիվ դուրս գրի ձեր անունով, որպեսզի դուք կարողանաք օգտվել այս ծախսի վերադարձից։ Առողջապահության մասով առավելագույն գումարը 50,000 դրամն է։ Կրթության մասով առավելագույն գումարը 100,000 դրամն է, բայց միասին էլի 100,000 դրամից ավել չեք կարող ստանալ։ Եթե եւ ունենաք 50 առողջապահության, 100 կրթության, միևնույնն է ստանալու եք 100,000 դրամ գումար։ Եթե այս ապահովագրական փաթեթը ձեռք է բերել ձեզ համար գործատուն, թեկուզ եթե ինքը հետո աշխատավարձից պահում է կամ չեք կարող օգտվել, որտեղ փաստացի վճարում կատարողը դուք չեք, կարող օգտվեք միայն այն դեպքում, երբ որ փաստացի ձեր միջոցներից է վճարումը կատարվել։ Օրինակ ոնց որ պետական աշխատողների սոցփաթեթներ ունեն, բնականաբար սոցփաթեթը վճարում է պետությունը, մենք այդ մասով վերադարձ բնականաբար չենք ստանում։